Այս օրենքի նախագծի համար հիմք են հանդիսացել բազմաթիվ այն դեպքերը, երբ հիվանդների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները ենթարկվել են բռնության, ծեծի, վիրավորանքի։ Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն միայն 2023-ից 25 թվականների ընթացքում բուժաշխատողների բռնության ենթարկվելու 27 դեպք է արձանագրվել, եւ սա միայն արձանագրված բռնության դեպքերն են, պարզ է, որ մի քանի տասնյակ 100 անգամ ավել են այն դեպքերը, երբ խոչընդոտվում է նրանց մասնագիտական աշխատանքը կամ սպառնալիքներ են հնչում։ Հաշվի առնելով այս ցավալի վիճակագրությունը, առաջարկում ենք խնդիրը լուծել քրեական պատասխանատվության սպառնալիք նախատեսելով։ Առաջին ընթերցման ժամանակ, նաև հնչած հարցերից եւ քննարկումների ժամանակ խոստացել էինք այս ընթացքում լրամշակել նախագիծը եւ նախագիծը որոշակի փոփոխության է ենթարկվել, լավարկվել է եւ այս քննարկումների արդյունքում ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել թե իրավակիրառ մարմիններին քննարկումների մասնակցության համար, թե մեր գործադիրի գործընկերներին եւ թե հատկապես համահեղինակ պարոն Վարդանյանին։ Եվ այսպես առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 187.1 հոդվածով, որով բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտել է, որը պացիենտի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծել, պատժվում է տուգանքով, առավելագույնը 10 պատիկի չափով կամ հանրային աշխատանքով, առավելագույնը 100 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ, առավելագույնը 1 ամիս ժամկետով։ Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտել է, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով, պատժվում է տուգանքով, առավելագույնը 20 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 100-ից 200 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ, առավելագույնը 2 տարի ժամկետով։ Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեության ցանկացած եղանակով խոչընդոտել է, որի արդյունքում պացիենտի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ պացիենտին անզգուշությամբ առաջացրել է մահ, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Այս օրենքով մեր քրեական օրենսգիրքը լրացվում է լրացմամբ ոչ միայն մեսիջ ենք մենք ուղարկում մեր հանրությանը, այլև այս օրենքի ընդունմամբ լուրջ կանխարգելիչ գործիքակազմ ենք առաջ բերում, որպեսզի պաշտպանենք այն անձանց իրավունքները, որոնց իրավունքների չպաշտպանելը վտանգում է այլոց կյանքն ու առողջությունը։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին, շնորհակալություն։